Ֆուտբոլի ֆեդերացիան բժշկական դեպարտամենտի ստեղծման օրվանից մեր առաջ խնդիր կար դրված, որ ֆուտբոլը սպասարկող եւ տարբեր մասնագիտություն ունեցող բուժաշխատողների եւ այդ թվում կինեզիստներին ուղղված ծրագրեր իրականացնենք եւ վերջին 3 տարվա ընթացքում մեր դեպարտամենտի կողմից արված ծրագրերը այս պահին շարունակվում են հենց կինեզիստների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով եւ մեր հյուրի հետ առաջի անգամ մենք հանդիպել ենք UEFA-ի բժշկական սիմպոզիումի ժամանակ Լուգանոյում, որտեղ նաև մտքեր առաջացան, որպեսզի հնարավորություն ունենան նաև մեր կինեզիստները այսպիսի վերապատրաստում անցնելու։ Մեր հյուրը բավականին մեծ հեղինակություն ունի եվրոպական երկրներում եւ միևնույն ժամանակ նրա կողմից գրված եւ կինեզիստների համար հատուկ նախատեսված եզակի գիրքը մեր դեպարտամենտի ուժերով մենք թարգմանել ենք եւ առաջիկայում նաեւ կտպագրենք։ Իսկ հաշվի առնելով, որ շատ դեպքերում մեր ֆուտբոլիստները, մեր սպորտային աշխարհը ասում են, որ այո, Հայաստանում լավ են վիրահատում, բայց վերականգնման գործընթացը ինչ որ չափով երկարեց, ինչ որ չափով ժամանակին չեղավ, ինչ որ խնդիրներ եղան, այսպիսի վերապատրաստումները եւ այդ թվում մեր հյուրի կողմից հատուկ ռեաբիլիտացիոն են ծրագրերը, որոնք միտված են կինեզիստների կողմից մարզիկների համար իրականացվող վարժությունների ճիշտ կատարման տեխնիկայից մինչև թիրախավորված վարժությունների իրականացում։ Եվ այսօրվա իրականության մեջ մենք ունենք մի իրավիճակ, որ ֆուտբոլում ավելի շատ են սկսել ներգրավվել կինեզիստները, եւ մենք մերսողների ինստիտուտից եւ բուժակ մերսողների ինստիտուտից անցնում ենք արդեն ավելի պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավման, ովքեր կինեզիստներն են։ Ես վստահ եմ, որ նմանատիպ վերապատրաստումներ կինեզիստների համար մենք առաջիկայում էլ կունենանք եւ դա էականորեն մեր ֆուտբոլիստները կզգան իրենց մաշկի, իրենց ռեաբիլիտացիոն կուրսերի եւ արագ դեպի ֆուտբոլ վերադառնալու վրա։ Մեր նպատակը վերականգնման ոլորտում վերապատրաստման եւ թերապիայի ընդհանուր պատկերի, ինչպես նաեւ կատարողականի մարզմանն ավելի շատ ուշադրություն դարձնելն է, քանի որ մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում շատ մարզիչներ, բժիշկներ, ֆիզիոթերապևտներ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին եւ մոռանում են նախապատրաստական հիմնական աշխատանքների մասին։ Մենք ուզում ենք բացել նրանց աչքերը եւ ցույց տալ վնասվածքների կանխարգելման, վերականգնման եւ մարզման հիմնական սկզբունքները, այնուհետեւ քայլ առ քայլ հասնել բարձր արդյունքների։ Բժիշկներն այն մարդիկ են, ովքեր առաջինն են հանդիպում մարզիկներին, այնպես որ եթե բժիշկը հասկանում է ակտիվ վերականգնման մարզումների կարևորությունը, նա կարող է դրանք փոխանցել ֆիզիոթերապևտներին, մարզիչներին եւ այդպես շարունակ։ Այսպիսով կրթությունը թիվ 1 հարցն է եւ այն սկսվում է բժշկական թիմից։ Հետևաբար մեր նպատակն է ստեղծել մասնագիտական ռազմավարական համակարգ կրթության եւ հետագայում նաեւ պրակտիկայի ոլորտում։